Իրանը կրկին հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Ալ-Հադադ հեռուստաալիքը։ Նրա խոսքով հիմնական թիրախները գտնվում են Իսրայելի հյուսիսային տարածքում։ Իսրայելի վրա ուղղված հրթիռների քանակի կամ դրանց մոդիֆիկացիաների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 1 ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգը, եթե Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները սրվեն։ Մենք կարող ենք հարվածել Թեհրանի եւ այլ վայրերի որոշ հատվածների, եւ եթե դա տեղի ունենա, նրանց համար գործնականում անհնար կլինի վերականգնել երկիրը, բայց մենք դա չենք ուզում, ասել է նախագահը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կարող է միաժամանակ հարվածել Իրանի էլեկտրական ցանցին։ Մենք կարող ենք 1 ժամվա ընթացքում քանդել նրանց էլեկտրական ցանցը եւ նրանց 25 տարի կպահանջվի այն վերականգնելու համար, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը եւ դադարեցնի իր վրա ճնշում գործադրելը։ Ըստ Զելենսկու, Թրամփի ազդեցությունը կլինի խաղաղության բանակցությունների հաջողության բանալին։ Մեզ անհրաժեշտ են բանակցություններ, մենք աջակցում ենք դրանց։ Մենք չենք վստահում Ռուսաստանին, բայց ես կարծում եմ եւ հավատում եմ, որ ամերիկացիները իսկապես ցանկանում են ավարտել այս պատերազմը։ Հուսով եմ նրանք կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա, ոչ թե ինձ վրա, ընդգծել է նախագահը։ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են առևտրային հարաբերություններ, ցույց տալով, որ երկրների միջև հաստատվել է երկարատև դարավոր խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս ընդգծել է, Բաքուն եւ Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այլև այն դարձել է իրականություն։ Նրա խոսքով երկու երկրների սահմաններին այժմ տիրում է անդոր եւ առևտրային հարաբերություններ են հաստատվել։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ գրեթե 30-ամյա հակամարտությունը լուծվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պնդել է միջնորդների բացակայության վրա։ Ալիևը պնդում է, այսպես կոչված Մինսկի խմբի միջնորդությունը ձախողվել է, քանի որ համանախագահների նպատակն էր միայն սառեցնել հակամարտությունը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայու, նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում են 3 կամ 4 մարդ, բայց փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց, ասել է խոսնակը։ Իրանը հույսը չի դնում արտաքին օգնության վրա եւ պաշտպանության համար ապավինում է սեփական ուժերին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Մեր պայքարը հիմնված չէ օտարերկրապետությունների օգնության վրա։ Առաջին օրվանից մենք ապավինել ենք մեր սեփական ուժերին եւ հնարավորություններին, ասել է Ջալալին։ Իսպանիայի փոխվարչապետ եւ ձախակողմյան Սումար քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը ըստ Պոլիտիկոյի ասել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել Միացյալ Նահանգներին։ Դիասը ասել է, իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ չի վախենում նրա սպառնալիքից խզել Մադրիդի հետ առևտրային կապերը, հայտնել է թերթը։ Նա ասել է, որ Թրամփը հայտարարել է համաշխարհային արտակարգ դրություն։ Վերջինս հավելել է, նման ցավի եւ բացարձակ անորոշության պահերին իսպանացիները պետք է համարձակ լինեն իրենց արձագանքում։ Ուկրաինան դեռևս մանրամասներ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքներ կստանա Կիևը։ Այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ Զելենսկու, անվտանգության երաշխիքները շատ կարևոր են Ուկրաինայի համար, բայց Կիևը դեռևս հստակ պատասխան չունի այն մասին, թե ինչ տեսք ունենան դրանք։ Նախագահ Թրամփը հարցրեց ինձ. «Հավատում եք, որ մեր անվտանգության երաշխիքները կարող են ավելի ուժեղ լինել, քան ՆԱՏՕ-ինը»։ Ես պատասխանեցի. «Այո, այսօր դա կախված է ձեզանից, պարոն նախագահ։ Աստված օրհնի ձեզ, եթե մենք ունենանք ՆԱՏՕ-ից ավելի ուժեղ անվտանգության երաշխիքներ, բայց ինչ է լինելու ձեզանից հետո եւ ինչ է լինելու ինձանից հետո», ասել է Զելենսկին։ Միացյալ Նահանգները չի կարողացել բավարար կերպով պատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքներին նավթի շուկաների վրա, հաղորդում է Պոլիտիկոն։ Հրապարակումը նշում է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը խոստացել է ապահովել ԱՄՆ-ի էներգետիկ գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Սակայն գրեթե 1.5 տարի անց էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը եւ ներքին գործերի նախարար
Դուգլաս Բուրգումը անակնկալի են եկել Իրանի վրա հարվածից եւ նրա պատասխան գործողություններից հետո նավթի համաշխարհային գների կտրուկ աճից։ Այժմ պաշտոնյաները փորձում են կանխել գնաճը պայմանավորված էներգակիրների գների աճով։ Թերթի տվյալներով Ռայթը եւ Բուրգումը, որոնց գերատեսչությունը իրավապահ մարմին չէ եւ հիմնականում զբաղվում է դաշնային հողօգտագործմամբ եւ բնական պաշարների արդյունահանմամբ, ռիսկ են դիմում լուրջ էներգետիկ ճգնաժամի ենթարկվել։ Պատարագի ժամանակ Արցախի հանրապետությունն են ասում, դա պատերազմի կոչ է։ Պատարագի տեքստից շեղվում են եւ հողում են անում Արցախի հանրապետությանը, դա նշանակում է կոնֆլիկտ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մեկնաբանել է, թե ինչու է 3 եվրոպական խորհրդարանում անդրադարձել վեհափառին եւ հայտարարել, թե Կտրիշ Ներսիսյանն ու նրա աջակից հոգեվորականները ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն եւ այլն։ Շատ լավ հասկացանք։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք, հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնանք կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լարվել է իր ենթակայությամբ գործող ՎՏԲԿ տնօրենի 140 միլիոն բյուջե ընկրվելու մասին հարցից եւ լրագրողին նկատողություն է արել։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ ոչ թե առողջապահության նախարարությունն է բացահայտել ընդամենը 700 միլիոն բյուջե ունեցող հիմնարկից 140 միլիոնով կազինո խաղալու դրվագը եւ ինչպես է ստացվել, որ անձնական քարտին փոխանցումները չի բացահայտել պետական վերահսկողական ծառայությունը, Ավանեսյանը խուսափողական պատասխան է տվել։ Եվ քրեական գործ է հարուցվել եւ հիմա նախաքննություն է ընթանում եւ քրեական գործի նյութերում կպարզվի թե ինչպես է դա հնարավոր եղել։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը փոխվել է, ներկայումս այլ անձ է ղեկավարում, ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել եւ ըստ էության քրեական գործի շրջանակներում այդ անձը կբնութագրվի ինչ է արել, ինչպես եւ ըստ էության ճանաչել եք տվյալ անձին տիկինները։ Տնօրենն է իհարկե։ Եկել է խաղամոլության։ Խաղամոլության։ Այո։ Ինչ էր անցնում։ Խորհրդի կանխարգել նման ընթացակարգ չունենք, բայց իհարկե լավ բան եք ասում, կարելի է նախատեսել, կարծում եմ կարևոր բան կլինի։ Ավանեսյանը նաև անդրադարձել է բանտերում դատապարտյալների հաճախակի մահվան դեպքերին եւ նշել. Բժշկական կենտրոններում աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում լինում են մահվան դեպքեր։ Այդպիսին է մարդու կյանքը։ Երբեմն լինում է, որ մեղքի բաժինը չեք տեսնում։ Ես մեղքի բաժին չեմ տեսնում, որովհետև հենց իմ նախարար լինելու ընթացքում արվել է այնքան աշխատանք, ամբողջական վերափոխվել է այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում ըսկի մկրատ չկար եւ թել չկար եւ անգամ սարքերը, որոնք որ դրված էին, բուտաֆորիկ էին։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին գնանք Արմավիր քրեակատարողական կենտրոն եւ դուք կտեսնեք, որ ես որևէ մեծ հաճույք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աղետ է դարձել իր սեփական ժողովրդի համար։ Նույնիսկ Իսրայելի ժողովուրդը, որը ամեն գիշեր անցկացնում է ռմբահապաստարաններում, ասում է, որ Նեթանյահուն հոլոքոստից ի վեր իրենց գլխին եկած ամենամեծ աղետն է, ասել է Էրդողանը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարված են հասցրել Իրանի ամենահին բանկերից մեկին այն պահին, երբ ներսում գտնվում էին աշխատակիցներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի ազգային ենթակառուցվածքը ենթարկվել է հարձակման։ Այս անգամ ռմբակոծվել է իմ երկրի ամենահին բանկի մասնաճյուղը, որի ներսում գտնվում էին բազմաթիվ աշխատակիցներ։ Նրանք աշխատում էին, որպեսզի նոր տարվա նախաշեմին ապահովեն իրանցիներին սննդով, հայտարարել է Արաղչին։ Վերջինս ընդգծել է Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն այս հանցագործության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչնչացնի ԱՄՆ-ն եւ Արևմուտքը եւ նրա գործողությունները կհանգեցնեն շուկայի փլուզման։ Նման կարծիք է հայտնել Mega Upload եւ Mega ֆայլերի փոխանակման հարթակների հիմնադիր Քիմ Շմիցը։ Նրա խոսքով ԱՄՆ շուկայի խոշոր փլուզումը անխուսափելի է եւ ամերիկացիները հավանաբար կհանդիպեն պատմության մեջ ամենամեծ դեպրեսիայի։ Վերջինս վստահ է, ոսկու գինը կբարձրանա եւ ԱՄՆ դոլարով ներդրումներ կատարողները ամենաշատը կտուժեն։ Թրամփը ստախոս է եւ վարպետ մանիպուլյատոր եւ Իրանը գիտի դա։ Նրանք կհանգեցնեն փլուզման, նավթի գները բարձրացնելով անկայուն մակարդակի։ Նրանք կհաղթեն այս պատերազմում եւ Թրամփը կոչնչացնի ԱՄՆ-ն եւ Արևմուտքը։ Իրանցիները գիտեն դա, բայց նրանց ամբարտավարությունը նրանց մղում է շարունակել այս ամենը։ Թույլ տվեք հստակ ասել, երջանիկ ավարտ չի լինի, նշել է Շմիցը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազայի վրա իրականացված հրթիռային հարվածի հետևանքով մեծ թվով ամերիկացի զինծառայողներ են տուժել։ Հայտարարության համաձայն Ալ-Աիդի ուղղաթիռային բազայի վրա իրականացված 2 հզոր եւ միաժամանակյա հրթիռային հարվածների արդյունքում վնասվել են մեծ թվով ամերիկյան զինվորներ։ Նշվում է, որ ավելի քան 100 զինծառայող տեղափոխվել է Քուվեյթի Ալ-Ջաբեր եւ Ալ-Մուբարակ հիվանդանոցներ։ Իրանը կարող է առաջիկա օրերին նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար գեներալ Ալի Ֆադավին։ Մենք ունենք հրթիռներ, որոնք արձակվում են ջրի տակից եւ դրանց արագությունը կազմում է վայրկյանում 100 մետր։ Մենք հնարավոր է դրանք օգտագործենք առաջիկա օրերին, ասել է գեներալը։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում տեղադրվող ծովային ականները կարող են աշխարհի կարևորագույն նավարկային ուղիներից մեկը մի քանի օրում վերածել դժոխային տարածքի։ Նման տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի նախկին գերագույն հրամանատար ծովակալ Ջեյմս Թավրիդիսը։ Նրա խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է նեղուցի ականապատմանը եւ իր զինանոցում ունի ավելի քան 5000 ծովային ական։ Վերջինիս գնահատմամբ, եթե այդ ականները տեղադրվեն նեղուցում, ապա կարող են կարճ ժամանակում լրջորեն խաթարել համաշխարհային նավթային փոխադրումները։ Ծովակալի խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան արդեն ունեն ականազերծման նավեր եւ հատուկ տեխնիկա Պարսից ծոցում։ Սակայն նույնիսկ այդ հնարավորությունների դեպքում նեղուցի լիարժեք ականազերծումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչեւ 1-2 ամիս։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, Թեհրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը, սակայն դրա համար անհրաժեշտ են փոխհատուցումներ, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից չհարձակման հստակ երաշխիքներ եւ Իսլամական Հանրապետության օրինական իրավունքների ճանաչում։ Ռուսաստանի եւ Պակիստանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։ Սիոնիստական ռեժիմի եւ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը եւ միջազգային ամուր երաշխիքների տրամադրումը, որ ագրեսիան ապագայում չի կրկնվի, հայտնել է նախագահը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրոպային էներգամատակարարումը դադարեցնելու հնարավորության մասին հայտարարությունները խուճապ են առաջացրել Եվրամիության առաջնորդների շրջանում։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Մարկ Սլեբոդան։ Նրա խոսքով Ռուսաստանը սկսել է քննարկել Եվրոպա էներգամատակարարումը անհապաղ դադարեցնելու հնարավորությունը։ Մասնագետը նշել է, նման սցենարի դեպքում եվրոպական երկրները կարող են բախվել ծայրահեղ ծանր էներգետիկ իրավիճակի։ Նա նաև նշել է, Եվրամիության անդամ պետությունները հայտարարել են մինչև 2027 թվականը ռուսական էներգամատակարարումներից հրաժարվելու ծրագրերի մասին։ Վերջինս հավելել է, Ռուսաստանի նախագահը փաստացի առաջարկել է չսպասել այդ ժամկետին եւ ենթադրել, որ այդ դեպքում Եվրոպան ստիպված կլինի փնտրել այլ էներգակիրներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առայն, որ Երևան քաղաքի ավականու անդամ Սամվել Հակոբյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն մարտի 11-ին նիստում Երևանի ավականու Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավականու անդամի մանդատը տվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին։
Ընտրություններին կուսակցությունների անցողիկ Շեմն իջել է 4%, իսկ դաշինքներին է բարձրացել 7%-ից 8% եւ 10%։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ 3 կուսակցություններից բաղկացած դաշինքները մինչև 8% Շեմի ներքո են, 3 եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10%։ Կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 միլիոնից իջվել է 7.5 միլիոն, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Դա արվել է այն նպատակով, որ օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, ասել է ԿԸՀ նախագահը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10 ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով։ Այդ երկրների թիվը հասել է 46-ի, ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան եւ Եգիպտոսը։ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է հայոց այբուբենի հուշարձանը։ Արմատագիր երկխոսության ուժը խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական եւ անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է հայոց այբուբենի տառերից։ Ազատ ոճի ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի M23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 125 կիլոգրամ քաշայինների պարագայում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելարուսը ներկայացնող Ստիապան Մադրիկին, կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզի մեդալակիր։ Ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտ է մարտել է 92 կիլոգրամ քաշային կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչին։ Հայաստանի Եվրոպական միության հետ համագործակցում է տարածաշրջանային համատեքստում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը ընդլայնենք, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Նա նշել է, որ անվտանգության ներընկալումները ժամանակի հետ փոխվում են, ռազմականից դառնալով քաղաքական ու դիվանագիտական։ Ապա անդրադառնալով սահմանազատմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, եթե 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին մենք չգնայինք Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման երկիր։ Նա նաև ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է մեր եկեղեցու փաստացի պետ, նշելով, թե իբր նրա թողտվությամբ arczepiskopos-ներից մեկը ցանկանում էր վերսկսել Ղարաբաղյան շարժումը։ Թրիփ ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է Եվրոպական խորհրդարանում, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար։ Սա դարակազմիկ փոփոխություն է, նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, թե այս զարգացումները նոր հնարավորություններ են բացում ԵՄ-ի ու Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից։ Հայաստանը TRIP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Այն որևէ կերպ չի նսեմացնում ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը, նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով, ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատման, այնպես էլ Հայաստանն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, որ դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Հովակիմյանը պարզաբանել է, որ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ ԿԸՀ-ն եթե բոլոր փաստաթղթերը ներկայացվեն
ներկայացված են։ Գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված, եթե քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը 48 ժամվա ընթացքում, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2-3 ձայներով մերժվի կուսակցության գրանցումը, բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ-ն ուղղակի առանց քվեարկության գրանցում է։ Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ, նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցել է վարչապետի 3-ից 4 թեկնածու ունենք։ Այս մասին դատարանի Բաքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով գործող իշխանության հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցելու մասին։ Հարցին, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, Ծառուկյանն ասել է. 3-ը չէ, արդեն 4-ն են դարձել։ Ցուցակի մասին շուտով անհատական կասեմ, նշել է Ծառուկյանը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է դեղի կեղծ սերիայի ահազանգ։ Հաղորդագրության մեջ նշվում է 2026 թվականի մարտի 6-ին դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի ՊՕԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն Հոֆման Լարոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին տեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440 մգ, ապակե սրվակ եւ լուծիչ սրվակում 20 մգ, դեղի համար 7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։ Հորդորում են քաղաքացիներին ուշադիր լինել եւ խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից, նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Այս դեղամիջոցն օգտագործվում է կրծքագեղձի բուժման դեպքում, Հերցեպտինը դրական քաղցկեղների թիրախային թերապիայի համար նախատեսված մոնոկլոնալ հակամարմին է։ Որպես մոնոթերապիա կամ զուգակցված այլ դեղորայքի հետ կիրառվում է հիմնականում HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։ ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես կործանիչներ եւ մինչեւ 500 զինվորական տեղակայել Ռումինիայի բազայում Մերձավոր Արևելքում գործողությունների համար, հաղորդել է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ Վաշինգտոնը մտադիր է մի քանի ինքնաթիռ ուղարկել Միխայիլ Կոգալնիչանու ավիաբազա, որտեղ կիրականացվեն ավելի լայն լոգիստիկ եւ վառելիքով լիցքավորման գործողություններ։ ԱՄՆ-ն նաեւ նախատեսում է մինչեւ 500 զինվորական ուղարկել Ռումինիա, հայտնել է գործակալությունը, հղում անելով թեմային ծանոթ աղբյուրներին։ Ամերիկացի ռազմական փորձագետներն ու պաշտոնյաները ընդունում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը չի խաթարել Իրանի ռազմական կարողությունները, հաղորդում է New York Times-ը։ Հրատարակության կողմից հարցազրույց տված փորձագետների կարծիքով Իրանը չի վարվում գլխատված պետության պես։ Այսպես կոչված գլխատված ռազմավարությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից օգտագործվող մեթոդ է, հակառակորդին չեզոքացնելու համար, վերացնելով իշխող էլիտային։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հրաժարվել է կանխատեսել, թե երբ կավարտվեն Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է գործողությունը հասցնել իր ավարտին։ Եթե ամեն ինչ դատենք միայն տախոմետրով, ապա ոչ մի տեղ չենք հասնի։ Մենք պետք է խորը շունչ քաշենք եւ հասնենք վերջնական արդյունքի, ասել է Հերցոգը։ Իմ կարծիքով մենք կարող ենք մոտենալ այս պատերազմի վերջին գլխին, որը կփոխի Մերձավոր Արևելքի ամբողջ դասավորությունը, ասել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հասկացել է, որ սխալ է թույլ տվել Իրանի վրա հարձակումներից հետո նավթի գների աճի պատճառով։ Այս մասին հայտնում է գերմանական թերթը։ Հաղորդվում է Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հանկարծակի խոսել է պատերազմի արագ ավարտի մասին։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել, սակայն Սպիտակ տան ղեկավարը դրա մասին խոսել է մարտի 9-ին Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Թերթը նշում է. Թրամփի հայտարարությունները կառուցված էին այնպես, որ դրանք կարող էին մեկնաբանվել տարբեր ձևերով։ Ռուսաստանը Իրանի հիմնական դաշնակիցն է եւ ԱՄՆ պաշտոնյաները վախենում են, որ այն աջակցում է իրանցիներին իրենց պատերազմում։ Թրամփը նվազեցրեց այս սցենարի նշանակությունը, սակայն Սպիտակ տան դեսպան Սթիվ Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ ինքը տեղեկացրել է ռուս պաշտոնյաներին, որ նրանք չպետք է որևէ հետախուզական տեղեկատվություն կիսեն Իրանի հետ, հայտնում է թերթը։ Աշխարհը պատրաստ չէ երրորդ համաշխարհային պատերազմին, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Վերջինս ընդգծել է, աշխարհը ներկայումս բախվում է վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ռիսկին, եւ նա կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ նման հակամարտության։ Տեխնիկապես Եվրոպան բավականաչափ պատրաստ չէ, միայն մի քանի երկրներ են,
Այո, նրանք ճանապարհին են, գերմանացիները շատ արագ են գործում, բայց դա բավարար չէ նման մարտահրավերներին պատրաստվելու համար։ Սկանդինավյան երկրները շատ տեխնոլոգիապես զարգացած են։ Ես նկատի ունեմ Հյուսիսային Եվրոպան։ Նրանք պատրաստ են, հայտարարել է Զելենսկին։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների առաջին օրը։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին։ Թերթի տվյալներով նախկին առաջնորդ Ալի Խամենեիի որդին ստացել է ոտքերի վնասվածքներ եւ այդ պատճառով մինչ այժմ չի հայտնվել հանրության առաջ։ Նշվում է նաեւ, որ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ցանկացած տեղեկություն կարող է ռիսկի տակ դնել վերջինիս անվտանգությունը։ Իրանի նախագահի որդին Յուսեֆ Փեզեշքյանը հերքել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական խնդիրների մասին լուրերը։ Ես լսեցի պարոն Մոջթաբայի վնասվածքի մասին լուրը, հարցրեցի նրա հետ կապված ընկերներին, նրանք ասացին՝ փառք Աստծո, նա ողջ է եւ որևէ խնդիր չկա, հայտնել է նախագահի որդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաների դեմ ճշմարիտ խոստում 4 գործողության եզրափակիչ փուլում արձակել է 2 տոննա մարտագլխիկով հրթիռ։ Իրանական խոստում 4 գործողության 37-րդ փուլի ընթացքում մենք հարվածներ հասցրինք ԱՄՆ-ի դիրքերին, օգտագործելով 2 տոննա մարտագլխիկով նոր Խորամշահր 4 հրթիռներ, ասվում է հայտարարության մեջ։ Թեհրանի մեկ թաղամաս վերջին հարձակումների ժամանակ հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է Մեհեր լրատվական գործակալությունը։ Հարվածի թիրախը Թեհրանի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասն էր։ Գործակալությունը նաև հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հաքանի փողոցում։ Հարձակման հետևանքով որևէ վնասի կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Իրանի զինված ուժերը խնդրել են տարածաշրջանի մուսուլման բնակչությանը եւ երկրներին ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերի գտնվելու վայրերը, որպեսզի նրանք կարողանան ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել, խուսափելով քաղաքացիական թիրախներից։ Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր շտաբի խոսնակ Ադոլֆ Ֆազլ Շեքարչին։ Մենք խնդրել ենք տարածաշրջանի մուսուլման բնակչությանը եւ երկրներին ցույց տալ ԱՄՆ սիոնիստական ուժերի գտնվելու վայրը, որպեսզի նրանք չտուժեն եւ մենք կարողանանք ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ, որոնք տարածաշրջանի բնակչությանը օգտագործում են որպես մարդկային վահաններ։ Այդ դեպքում տարածաշրջանի ժողովուրդը կմնա անվտանգ Իրանի զինված ուժերի ջախջախիչ հարվածներից եւ մենք կփրկենք նրանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի չարիքից, հայտնել է գլխավոր շտաբի խոսնակը։ Վերջինս նշել է, որ Իրանի զինված ուժերը շուտով կպատասխանեն եւ ջախջախիչ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի եւ Իսրայելի թիրախներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կերկարաձգվի, եթե այն հիմա չդադարեցվի։ Եթե պատերազմը ինչ-որ մեկը անմիջապես չդադարեցնի, այն կարող է երկար տևել, կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, նշել է նախագահը։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է երկարաձգվել, եթե այն չդադարեցվի մինչև աշուն։ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել նոր պայթյունների շարք։ Նախորդ օդային հարվածի մասին նախազգուշացումից մոտ 10 ժամ անց Կատարի բնակիչները իրենց բջջային հեռախոսներին ստացել են նոր օդային հարվածի մասին նախազգուշացում։ Երկրի պաշտպանության նախարարությունը հետագայում պարզաբանել է, որ հակաօդային պաշտպանության համակարգի ուժերը հետ են մղել հրթիռային հարձակումը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ից 14-ը առանձին շրջաններում, 15-ից 16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Քամին հյուսիսարևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 14-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 3-ից 6 աստիճանով։ Մարտի 12-ից 15-ի գիշերը 7-ից 10 աստիճանով։